Սիրելի հայրենակիցներ, այստեղ քննարկումը ցավոք սրտի ոչ թե մերկանտիլիզմի եւ լիբերալիզմի քաղաքատնտեսական ընտրության մեջ է, որ իհարկե շատ հետաքրքիր է։ Ավելի շուտ տնտեսական վիճակի մասին է խոսքը։ Այն ինչ որ հիմա ներկայացվում է, շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։ Թե կլինկերը, թե արմատուրան ու ամրանները օգտագործում են շինարարության մեջ։ Տուրքերի բարձրացումը մի նպատակ ունի։ Փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին, եթե շուկան լիներ մեծ եւ ընդարձակվող, տեղ բոլորի համար կլիներ։ Բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջաճել, հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի հետվերադարձի ժամկետը 25 թվականով Երևանով, շինարարությունը արագ աճեց քաղաքում, Երևանում։ Մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել, գոնե թվերը ցույց չեն տալի, որ մենք ունենք շինարարական բում մարզերում, խոսքը չի գնում Երևանին հարակից, երբ ասենք Աբովյանից ավելի էջ տեղացնել Քանաքեռ, քան Քանաքեռից Երևան։ Ուստի ես այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել որպես մեգատրենդի շուկայի նվազման, շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում։ Տնտեսությունը, տնտեսական աճը, որի մասին վաղ խոսեն եւ դիֆերանբներ կձոնեն, հիմնված է եղել շինարարության վրա, ոչ արտանելի շինարարության վրա, որը հասել է հագեցման կետին եւ մեզ սպառնում են բավականին ծանր օրեր նվազող տնտեսական աճով։ Շնորհակալություն։